Վարչապետի այցը Ռուսաստան տեղի ունեցել մի իրավիճակում, երբ ՔՊԱ-ականները ու մերձիշխանական գործիչները պարբերաբար խոսում են Ռուսաստանից Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային հարձակումների եւ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձերի մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 շաբաթ առաջ անձամբ էր պնդում, թե առաջիկա ընտրություններում իր մրցակիցներ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերը գործում են արտաքին ցուցումով։ Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն ընտրություններին։ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացները թափ են հավաքում եւ շուտով ընտրություններ են։ Այս առնչությամբ ինչի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել, գլխավորը որպեսզի այս ներքաղաքական գործընթացները իսկ դրանք միշտ սրվում են ցանկացած նախընտրական արշավի ընթացքում։ Այդ սրացումը վստահ եմ, որ Հայաստանում էլ նույնն է, ինչ Ռուսաստանում եւ աշխարհի մյուս երկրներում, որպեսզի որևէ կերպ չվնասեն Ռուսաստանի եւ Հայաստանի միջև մեր հարաբերություններին։ Եվ կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն։ Իհարկե, ես ձեզ բացահայտ կասեմ, մեր միջև այնպիսի երկխոսություն է, որ մենք միշտ խոսում ենք ազնվորեն եւ ուղիղ։ Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին։ Ընտրությունների ընթացքում ոմանք գիտեմ գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Դա ձեր որոշումն է։ Մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք առնվազն կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին։ Եվ եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ ինչ էլ տեղի ունենա, մենք Ռուսաստանում միշտ առաջնորդվելու ենք նրանով, թե ինչն է ձեռնտու հենց հայ ժողովրդին։ Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Պուտինին ջերմընդունելության համար, հիշատակել Սանկտ Պետերբուրգի վերջին հանդիպումը եւ շեշտել, որ նման հաճախակի հանդիպումների կարիք կա եւ բարձր մակարդակով միշտ կա քննարկելու բան։ Իհարկե, Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները շատ խորն են, շատ կարևոր են մեզ համար եւ իմ կարծիքով դրանք դինամիկ կերպով զարգանում են մեր տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների պայմաններում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջապես հաստատվել է խաղաղություն։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի հետ կապված հարցերին, ես արդեն շատ թափանցիկ եւ հրապարակայնորեն հայտարարել եմ Հայաստանի Հանրապետությունում, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը եւ ինքնիշխանությունը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ մենք փոխադարձաբար ճանաչում ենք, որ անկախ Հայաստանը 100%-ով նույնական է խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը 100%-ով նույնական է խորհրդային Ադրբեջանին։ Եվ ընդհանուր համատեքստում, անկեղծ ասած, մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան։ Եվ ես վստահ եմ, որ մեր առաջիկա ընտրությունների արդյունքում Հայաստանում ժողովրդավարությունը եւ ժողովրդի իշխանությունն էլ ավելի կամրապնդվեն եւ մեր հարաբերությունները նույնպես եւ ընտրությունների արդյունքներով դրանք կշարունակեն դինամիկ զարգանալ։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Արցախից փախել են, ճողոպրել։ Ես չեմ ասել, որ գեներալները վախկոտ են, ես ասել եմ կան վախկոտ գեներալներ եւ դասալիքներ եւ այո, նրանցից շատերը դատվում են։ Մյուս մենք ունենք թալանչի գեներալներ, որոնք անցնում են ապօրինի գույքի գործով եւ մենք ունենք կոռուպցիայի գործերով անցնող գեներալներ եւ գեներալի ուսադիրը ոչ մեկին ընդհանրապես ես կարծում եմ որ մենք հերոս բառը պետքա շատ զգուշ օգտագործենք որովհետեւ այնքան օգտագործել ենք այդ բառը որ ըստ էության ստացվում է որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ այո մենք Եթե այդպես չլիներ, կամ այդ ինչ նորություն է, որ մի հատ էլ նորից բան են դարձրել, վիճարկման առարկա են դարձրել։ Որ մենք տասնյակ հազարով մարտական առաջադրանքը կատարելուց հրաժարված մարդիկ ունենք, այսինքն այդ էլ պետք է ումից ենք թաքցնում, ուզում եմ հասկանալ, ումից ենք թաքցնում։ Փաշինյանն անդրադարձել է նաև զինվորականների տեսքին։ Այո, մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ, կոռուպցիայի արդյունքում գեներալ դարձած մարդ ինչ պետք է լինի։ Ծառայության արդյունքում բանում դիրքերում բանի պահածոների բանկաները կախել են, իրանց դղյակները Երևանի կենտրոնում սարքել, չգիտեք։ Այսինքն ինչ, բա դուք էլ ուզում եք մեր երեխեքին խաբենք եւ այդ մարդկանց, որոնք ոչ իրենց ֆիզիկական ֆորմայով կամ ընդհանրապես այդ զինվորականի տեսքա Փորները 3 մետրը դեմը գցած գեներալը ո՞րն է։ Այդ զինվորականի տեսքա ընդհանրապես։ Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին Փաշինյանի արձագանքը։ Ուզում եմ ասել, որ երբ որ
պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, ինքը կարող է հարվածել, ինքը կարող է ուժ գործադրել, Աստված չանի սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել, այսինքն ձեզ համար պետական պահպանության ծառայության աշխատողը ինչ է ամենայն հարգանքով բոլոր մասնագիտությունների նկատմամբ։ Պետական պահպանության ծառայության աշխատողը նրա համար է, որ երբ որ կա իրավիճակ, ուժ գործադրի, ինքը բոլոր լիազորությունները ունի։ Իրավիճակը սրվի անհրաժեշտության պարագայում կարող է զենք գործադրի։ Դա ձեզ համար նորություն է, բայց հետո երբ որ այդ աշխատանքը չանի, այդ պետական պահպանության ծառայողի աշխատողի դեմ է քրեական գործ հարուցվելու, ինքը կարող է հայտնվի բանտում իր ծառայական պարտականությունները չկատարելու համար։ Եվ երբ որ որևէ մեկը գործողություն է անում, ինքը բեյջ չունի, որ ինքը 18 տարեկան է կամ առողջական խնդիրներ ունի կամ չգիտեմ այլ կարգի խնդիրներ ունի, եւ ծառայությունը պետք է իրականացնի իր գործառույթները։ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով անցնող 18-ամյա Դավիթ Մինասյանի մայրը Գայանե Մինասյանը դիմել է Հայաստանի կրթության, գիտության եւ մշակույթի սպորտի նախարարին խնդրել տալ երաշխավորություն։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ գրել է Դավիթի գործում մի կարևոր շեշտադրում, կարծեք թե շատ ուշադրության չարժանացավ։ Իրավական պետությունում պետական ծառայողն իրավունք չունի պահանջել քաղաքացուց անել մի բան, որն անելու պարտականություն քաղաքացին չունի։ Մաքսիմում կարող է խնդրել, քաղաքացին էլ իրավունք ունի խնդրանքը կատարել։ Մաքսիմում կարող է խնդրել, քաղաքացին էլ իրավունք ունի խնդրանքը կատարել կամ չկատարել։ Իսկ եթե չի կատարում խնդրանքը, պետական ծառայողն իրավունք չունի ուժ կիրառելով ստիպել կատարել իր խնդրանքը։ Մինչդեռ բռնատիրական պետությունում հակառակն է։ Պետական ծառայողն իրավունք ունի պահանջել քաղաքացուց անել մի բան, որն անելու պարտականություն քաղաքացին չունի։ Իսկ եթե չի կատարում պահանջը, իրավունք ունի ուժ կիրառելով ստիպել կատարել իր պահանջը։ Մինչև իր ձեռքի հայտնի շարժումը Դավիթի նկատմամբ ուժ է կիրառվել խնդրանք պահանջը չկատարելու համար։ Նրա ձեռքի շարժումն այդ կիրառված ուժի արձագանքն էր, ընդ որում արկա չի եղել քաղաքացու վրա օրենքով դրված որևէ պարտականություն, որ նա չի կատարել։ Հիմա ում են դատում քաղաքացուն, հետևաբար գործ ունենք ոչ թե իրավական, այլ բռնատիրական պետության հետ։ Արմեն Աշոտյանը Եվրամիության ներկայացուցչության մոտ ակցիայով պահանջել է ազատ արձակել 18-ամյա Դավիթ Մինասյանին, պնդելով, որ երիտասարդը կալանավորվել է անարդարացիորեն եւ քննադատելով Եվրոպական միությանը լրության ու երկակի ստանդարտների համար։ Ոչի փոխարեն կարող է լինել իմ երեխան, կարող է լինել ձեր երեխան կամ ձեր թոռը։ Հայաստանում այդ տարիքի 16-ից 20 տարեկան մոտ 100,000 աշակերտներ, երիտասարդներ կան եւ բոլոր նրանք պոտենցիալ թիրախ են նիկոլական ռեպրեսիաների համար, որը չի ճանաչում սրբություն, ընտանիք, տարիք, սեր, ոչ մի բան չի ճանաչում։ Եվ Դավիթը այդ քաղաքական հետապնդումների կիզակետում է այսօր հայտնվել մի լուսավոր տղա։ Ուղիղ 10 տարի առաջ այսօրը Արցախում նորից պատերազմ էր, որը մեր ժողովրդի հիշողության մեջ ամրագրվեց որպես ապրիլյան քարոզիա արճակատում գրել է Արցախի պաշտպանական բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը։ Նրա խոսքով 2016-ին մենք հակառակորդին պարտադրեցինք հերթական զինադադար շնորհիվ Ռոբերտ Աբաջանների։ 2020-ի 44-օրյա պատերազմում էլ մենք ունեինք հերոս զավակներ հանձին Տարոն Անդրեասյանների, բայց պարտվեցինք, որովհետև մեր երեկվա եւ այսօրվա հաջողության ու անհաջողության պատճառը ոչ թե հերոս զինվոր ունենալու կամ չունենալու, այլ նախ եւ առաջ այդ հերոսների ներուժը գրագետ ու նպատակային կառավարելու անընդունակության մեջ էր։ Ռոբերտների ու Տարոնների պակաս հայ ժողովուրդը երբեք չի զգացել եւ չի զգալու մեր խնդիրը Ռոբերտներին ու Տարոններին արժանավայել առաջնորդներ ունենալն է, նշել է Հասրաթյանը։ Մենք կարողացանք այդ քարոզիա պատերազմի ժամանակ հաղթանակ գրել եւ այն ինչ որ պլանավորված էր Ադրբեջանի կողմից չիրականացավ։ Այսօր մեր պարտն է հիշել բոլոր այն տղաներին, ովքեր հերոսական պայքար տվեցին այդ օրերի ընթացքում եւ մենք պետք է շարունակենք այն գործը, որ այդ տղաները կիսատ են թողել։ Ձեր կարծիքով ինչու հիմա ներկայիս իշխանությունը չի հիշում, որովհետեւ վաղ առավոտից որևէ անդրադարձ չի եղել։ Այս իշխանությունների կողմից նրանք բոլոր այն մեր պատմական, բոլոր այն Արցախյան պատերազմի հետ կապված բոլոր հաղթանակները փորձում են ամբողջությամբ
հանել մեր հիշողություններից, մեր ժողովրդի հիշողություններից, եւ դա իմ կարծիքով պլանավորված եւ ծրագրավորված գնում է, եւ նրանց համար Արցախ բառը, Արցախցին երևի պետք է բոլոր տեղերից անեն եւ դուք հիշում եք սկզբից ասում էին մեր քույրերն ու եղբայրները, հետո Արցախից բռնի տեղահանված, հետո Ղարաբաղից տեղահանված, հետո Ղարաբաղից, այսպես շարունակ երևի, ինչ? Հետո էլ վերջում, այո, տեսնում եք փախած, ես հաջորդը դեռ չեմ պատկերացնում ինչ կմտածեն, բայց Ասում է դա ղեկավարությանը նկատի ունեմ։ դե գիտեք, նրանց ասածները, եթե բոլորդ էլ տեսնում եք, սուտը, կեղծիքը, մանիպուլյացիան մեկնաբանել անիմաստ է։